Գյումրին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաքն է։ Ֆիլմը պատրաստվել է Գյումրու Մեղվիկ մանկապատանեկան հասարակական կազմակերպության կողմից։ Գյումրին 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաքն է, իմ տունն է, իմ ամրոցը ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։ Գյումրին հերոսներ ծնող քաղաք է։ Գյումրին օլիմպիական չեմպիոնների քաղաք է։ Գյումրին արհեստների և արվեստի քաղաք է։ Գյումրին հանճարների քաղաք է։ Գյումրի հավերժ երիտասարդ ու ալեհեր իմ քաղաք։ Քսեն օր մեր Գյումրին 3000 տարվա պատմություն ունի։ Ես չեմ ասե, գիտնականները քսեն, չսեք թե էլի լոպեսավ։ Գյումրու տարածքը որպես բնակավայր եղել է դեռևս անհիշելի ժամանակներից։ Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություններ է հայտնում Ղևոնդ պատմիչը, նկարագրելով 773-ից 775 թվականների արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները։ Կումայրի բնակավայրի մասին մեծ տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնը իր Անաբասիս աշխատության մեջ։ Իսկ Մովսես Խորենացու հայոց պատմության մեջ կարդում ենք. Արամայիսը իր որդուն բազմազավակ և շատակեր Շարային ամբողջ ազգով ուղարկում է մի մերձակա Արգավանդ ու Բերրի դաշտ, հյուսիսային լեռան Արագածի թիկունքում, որտեղ շատ ջրեր են հոսում, նրա անունով ասում են. գավառը կոչվեց Շիրակ։ Վանի թագավորության վերացումից հետո մեր թվարկությունից առաջ 590 թվականին Կումայրին ընդգրկվել է հայոց միասնական թագավորության Երվանդունիների պետության կազմում։ Աշխարհագրական բարենպաստ դիրքի և պաշտպանական առավելությունների շնորհիվ Կումայրին բարգավաճել և դարձել է գավառի կենտրոններից մեկը։ Գյումրու զարգացման ամենանշանակալից շրջանը դարձավ 19-րդ դարը, երբ իր շրջակայքով 1804 թվականին ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ այն մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը։ Պատերազմի ավարտելուց հետո ռուսներն ամրացնում են Գյումրին, դարձնելով Անդրկովկասում ռուսական ամենահզոր ամրություններից մեկը։ 1837 թվականին ռուս ցար Նիկոլայ I-ի այցելությունից հետո Գյումրին վերածվեց Բերդ ամրոցի, ապա նրա կնոջ Ալեքսանդրայի անունով կոչվեց Ալեքսանդրապոլ։ Նույն թվականին ավարտվեց նոր ամրոցի շինարարությունը։ Ամրոցի մեջ կառուցվեց նաև ռուսական եկեղեցի, Սուրբ Մեծ Նահատակ Թագուհի Ալեքսանդրա Հռոմայեցու անունով, որի հիմնարկեքին մասնակցեց նաև Նիկոլայ I կայսրը։ 1840 թվականին Ալեքսանդրապոլը կարգվեց գավառական կենտրոն, իսկ 1849-ին Շիրակում կազմվեց Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառը, Ալեքսանդրապոլ կենտրոնով։ Վերջինս գլխավոր գավառապետի աթոռանիստն էր անդրկովկասյան ռուսական զորքերի կարևոր հենակետը։ Ստեղծվեցին ռազմական ամրություններ, զինվորական ավաններ, Սևերսկի, պոլիգոններ, Կազաչի պոստ։ Աստիճանաբար առաջանում էին նոր թաղամասեր։ Դեռ դարի սկզբին այստեղ բնակություն հաստատած ռուս զինվորներն ունեին իրենց թաղը, որը գտնվում էր քաղաքի հարավային մասում և կոչվում էր Սլաբոդկա։ Մոտ 40-50 տուն մահմեդականները Գյումրու հարավ-արևելքում հիմնեցին Թուրքի Մայլեն։ Դրանից վերև դեպի հյուսիս 150 տուն հույները հիմնեցին Ուրմնոցը կամ Հունաց Մայլեն։ 30-40 տուն հայ բոշաները հիմնեցին Բոշի Մայլեն։ Մոտ 50 տուն հայ կաթոլիկների ջանքերով հիմնվեց Ֆրանկների Մայլեն։ Հունաց Մայլից հյուսիս խղճուկ տներ էին կառուցել աղքատ գաղթականները, որոնց թաղը Հողեպլան էր կոչվում։ Իսկ հին գյումրեցիները Բերդի կառուցման պատճառով տեղավորվել էին գերազանցապես Ձորի Մայլում։ 1899 թվականի փետրվարին առաջին շոգեքարշը Թիֆլիսից հասավ Ալեքսանդրապոլ։ Երկաթուղու կառուցումից հետո Ալեքսանդրապոլը արևելյան Հայաստանում դարձավ նշանավոր քաղաք,
երկաթուղային կարևոր հանգույց։ Ասում են, երբ Պոլոզ Մուկուչը առաջին անգամ շոգեկաշ տեսավ, հարցրեց. «Ծոես պարավոզը ընչով կերթա»։ «Բղով, գոլոշով կերթա», պատասխանեցին։ «Ծո, որ պարավոզը բղով երթար, ձիթոնցանց բաղնիքը հմի շուտանց Լոնդոն էր հասել»։ Հետագայում նորաստեղծ երկաթուղային կայարանն ու դեպոն պիտի դառնային լենինականցիների պարծանքի առարկան։ Երբ Երևանում շահագործման հանձնվեց մետրոպոլիտենը, լենինականցիներին դա ամենևին չընկճեց։ Երբ մայրաքաղաքի բնակիչները ցանկանում էին պարծենալ, որ մետրո ունեն, լենինականցիներն անմիջապես հակադարձում էին. «Մենք որ դեպո ունեինք, ձեր մետրոն ուր դեղեր որ»։ Իդեպ Գյումրու վագոնային դեպոն շահագործման է հանձնվել դեռևս 1911 թվականին։ Քաղաքի վերելքը աննախադեպ էր խորհրդային տարիներին։ 1924 թվականին լենինական դարձած քաղաքը արհեստավորական, ռազմաստրատեգիական եւ մշակութային կենտրոն լինելուն զուգահեռ կամաց վերաճեց նաեւ արդյունաբերական հզոր քաղաքի։ Ամեն ասոր կաշեմ ես Գյումրին ու կզարմանամ, դու իսկան էլ սիրուն քաղաք։ Գյումրին Հայաստանին տվել է մշակույթի մեծագույն գործիչների Հովհաննես Շիրազ, Ավետիք Իսահակյան, Մհեր Մկրտչյան։ Հայաստանի աղնես Գյումրի, դու խոսքաշեն սրամիտ, ճշմարտության մանես Գյումրի, դու իմ աստուն միամիտ, աղջիկները երկարան Հայաստանի երկիչների ակնաղբյուր քո բանկերի խողանջի տեղ այժմ մուրճերդ են հնչում արագացդ արքայական ոսկե թագն է քողի քո մի քարն է լենինական աշխարհի հետ չեմ փոխի դու իմ Գյումրի Արագացին բասված աղցիր կարավոր
գավայր շիրազամայրիմ գյումրի գումի բուրես բայց մի աշխար դու մի արծիվ իմ գումրի Շիրազն ասաց գիշերուտի Քեզ եմ երգում իմ շիրակ Արագացին բազմած արծիվ Հավերժ կապրես իմ քաղաք Դու իմ Գյումրին հենինական դու իմ նոր Արագացին բազմած արծիվ հարավոր Դու իմ Գյումրին հենինական դու իմ նոր Արագացին բազմած արծիվ հարավոր Քաղաքի բաբախող սիրտը կանգ առավ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից։ Բայց ինչքան էլ դժվար Գյումրին ոտքի է կանգնում, փորձում է շտկել իր կորացած մեջքը։ Գյումրին եղել է, կա ու կմնա, որովհետև այս քաղաքը անմահ է։ Գյումրին հերոսներ ծնող քաղաք է։ Գյումրին օլիմպիական չեմպիոնների քաղաք է։ Գյումրին արհեստների և արվեստի քաղաք է։ Գյումրին հանճարների քաղաք է։ Գյումրու առաջին հատակագիծը կազմվել է դեռևս 1836 թվականին, ըստ որի քաղաքն ուներ քառանկյունի տեսք, երկայնքով և լայնքով իրար հատող փողոցներով։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները աշխատել են պահել ու պահպանել Գյումրվա ուրույն ճարտարապետությունը, որի հիմքում ընկած են Անիի և Կարսի ճարտարապետական ոճերը։ Քաղաքում զարգացած է եղել արհեստագործությունը, արհեստներից յուրաքանչյուրը հանդես է եկել մի համքարությունով և ունեցել է իր սեփական դրոշը։ Զարգացած են եղել ատաղծագործական, դարբնոցային, կարի համքարությունները։ Հետաքրքիր ավանդույթ է եղել կամրջագործ վարպետների համար։ Ըստ ավանդության, կամուրջ կառուցելուց հետո կամրջագործի ողջ ընտանիքը, ներառյալ երեխաները, պետք է գտնվեին կամրջի տակ, իսկ վարպետը ֆայտոնով պետք է անցներ կամրջի վրայով, այնպես որ եթե կամուրջը լավ չկառուցվեր, կամրջագործ վարպետն իր ընտանիքով կզոհվեր։ Ասպացեդը տեղնի, պալաչյան։ Գյումրվա արհեստներն ու արվեստները հիմնականում հանդես են եկել համաձույլ։ Հաճախ գերդաստանները կոչվել են արհեստների անուններով։ Օրինակ, Ղույում չոնք, Ղույումչյաններ կամ ոսկերչյաններ, Դամր չոնք, Երկաթագործենք, Ֆայտոն ջոնք, Կարապանենք։ Մի այդպիսի գերդաստան է Տարախչոնց գերդաստանը, որը տվել է ոսկերիչ վարպետների 4 սերունդ, ընդգրկելով գրեթե դար ու կես։
Գյումրին մշակույթի քաղաք է։ 1912 թվականին առաջին անգամ Հայաստանում Գյումրիում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան և դրվել ազգային օպերային թատրոնի հիմքը։ Առաջին թատերական ներկայացումը Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել 1865 թվականի մայիսի 23-ին թատերասերների ուժերով Մելիք Հայկազյանի օժանդակությամբ բեմադրվել է Կարինյանի «Շուշանիկը»։ Նույն թվականին ռուս թատերասերները ներկայացրել են Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը»։ 1866 թվականից կազմակերպվել է թատերական մասնախումբ և 1879-ին առաջին անգամ խաղացվել է Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»։ 1888 թվականին իր փոքրիկ խմբով տեղի թատերասերների հետ ներկայացումներ է տվել Պետրոս Ադամյանը։ 1928 թվականից գործում է դրամատիկական թատրոնը։ 1935 թվականից Գյումրու տիկնիկային թատրոնը։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ 2013-ին Գյումրին Հայաստանում առաջինը ճանաչվեց ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք։ Գյումրին աշուղների քաղաք է։ Շիրակ, իմ Շիրակ, ող հայրենական, ես որթիաբար հպարտ եմ քեզնով, քանզի դու հարուստ ես այնքան, իմ ժողովրդի հոգու գանձերով, քեզնով, որ գիտես սրբությամբ պահել մարգարիտները մեր հին երկերի և մոռացումի մշուշից անել սովորույթները մեր նախնիների։ Եվ այդ ամենը մի նոր պերջանքով, մի խոր հրճվանքով ցույց տալ աշխարհին, ասել, որ կյանքում ոչ միայն զենքով, այլև երգով ենք մենք հաղթել մահին։ Հին Գյումրին համբավավոր արհեստավորներից բացի հայտնի է եղել նշանավոր աշուղներով։ 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին Ջիվանու գլխավորությամբ ձևավորվել է ազգային աշուղական դպրոցը՝ Շիրին, Ջամալի, Շերամ, Իգիթ և ուրիշներ։ Իսկ Ավետիք Իսահակյանը գրել է. Ալեքսանդրապոլը աշուղների քաղաք էր համարվում։ Ես իմ պատանեկության ժամանակ հաշվում էի 30-ի չափ աշուղներ և ժողովրդական երգիչներ, երգահաններ, որոնք անուն ունեին հայրենի քաղաքում և հայրենի քաղաքից դուրս։ Գյումրվա աշուղներն իրենց բարձր արվեստով նկատի ներդրում են կատարել հայ ժողովրդական երգարվեստի երաժշտական բառ ու բանի բանաստեղծական լեզվի զարգացման մեջ։
շախոտը գվայ Արպաչայում կերեք խմեգ ջան Չվանելը շատ լավ բան է վայ Առանց դու գանհան բան է ջան Գյումրին հումորի քաղաք է։ Գյումրու քաղաքային կենցաղում կարևոր տեղ են գրավել զվարճախոսությունները, որոնք հնչել են հանպատրաստից, որպես այս կամ այն երևույթի նկատմամբ վերաբերմունք, որպես տարբեր մարդկանց բնավորության թույլ կամ ուժեղ կողմերի գնահատական կամ էլ պարզապես որպես կենսազգացողություն կամ կենսափիլիսոփայություն։ Արհեստավորական, առևտրական, գավառական Ալեկպոլ Գյումրի լենինականն իր լոթիներով, ուրույն ավանդույթներով, կենցաղով և հոգեբանությամբ, բարբառով, հայրենասիրությամբ, կրոնասիրությամբ, լոպազությամբ, կատակասիրությամբ, սրամտությամբ, հումորով, մարդուն ձեռ առնելու ունակությամբ, լազաթին քեֆերով, հակումով դեպի թևավոր խոսքերը, անլեգալ դարձվածներով այն անփոխարինելի քաղաքային միջավայրն էր, որը սնունդ և ծնունդ էր տալիս զվարճախոսություններին։ Ահա դրանցից մի քանիսը. ըմբես լավություն էրա, որ շապիկդ չիմանա, լացն ու խնդումը պոեզի գծերի պես միշտ իրար կողքի կերթան։ Ես օրը ցերեկով լույսին չի կվարեն, իրանսա որ մենք հլը զաքսով բաշտված չեք, որ կբաշտվիք հետո ինչքան կուզե վարեն։ Իրանսա քեֆս ինչքան կուտա այդքան պիտի վարեմ, ըդի գիմանձնական գործն է։ Ինչս են։ Իրանսա քեֆս ինչքան կուտա այդքան պիտի վարեմ, ըդի գիմանձնական գործն է։ Ես ինձ բաժանված կհամարեմ։ Ինքը կսե որ քեզ ինչքան կուտա, այնքան պիտի վարեմ։ Իրանսա թող վարե, ընձի վարեց, երեխեքին վարեց, թող քաղաքն էլ վարե։ Ընկեր Ղազարյան։ Իրանսա որ ինքը երեսին մերոն չունի կսած, էստան բոլորը չի կփրփրա։ Ինքը կսե որ դու երեսին մերոն չունի սկսած, էստան բոլորն ինչի կփրփրա։ Ո՞վ մերոն չունի։ Դու։ Լսի ինգեր, դու լուսի մարդն ես։ Հա։ Լուսի մարդն եմ։ Երեխեքին լույս կուտա։ Անարդ ես մարդ։ Ես մարդ ով է։ Լսի ինգեր, դու ով ես երեխեքին լույս կուտաս, հա։ Ահա, դու գործի տաշե։ Լսի, դու ինչ գործ ունես մեր տունը։ Վարիչի որ եկա բերեմ ես քո լույսդ կուտամ։ Լսի մեստր, ինչի հետևություն չես ելել։ Ինչի չեն թողի մարդիկ աշխատի։ Ես սպասարկել կուլտուրական։ Ղազարյան, դու տասատու մարդ ես։ Ինչի չես թողնել ես մարդ աշխատի, շփոթության մեջ կգցես։ Դու գնա գործի, գնա աշխատի։ Սիտ կթողնի նոր մարդ աշխատի։ Ես ես կոմերել չեմ սպասարկել։ Դու գնա դպրոց 10 տուր երեխեքին։ Լոմոնոսովը ծնվել է Արխանգելսկի նահանգի Դենիսովկա գյուղում։ Ու են բանում։ Չգնորսին դալիքու։ Չես։ Ինչս որ բորբոքվա։ Էլիգի շարունակ է։ Սոյեն կամպնենես օրես մարդին հիրարից հանես։ Անգնես ռոպա։ Վերջ դուր։ Գեցեք հələ, գեցեք, ինչ եք ձերներդ գցել։ Ընկեր Ղազարյան, դուք ագիկի մարես եք, դրա ագիկով սպառվի։ Իսկ դու ընկեր Մեսրոպ։ Դու գնա այ այնտեղ պոստի վրա վերընկի։ Իսկ դու Ռուբեն տղա, լույսը վառել եմ ու պիտի վառեմ։ Ու այսօրից հետո էլ պիտի վառեմ։ Վառե։ Կվառեմ, հենց պիտի վառեմ, հապա։ Հազար ցավի մեջ էլ ժպտացող, երգող ու պարող, պարզ ու հումորով իմ քաղաք։ Եվ ի վերջո Գյումրին երիտասարդական քաղաք է։ Սիրելի երիտասարդներ, այսօր ձեր օրն է, ձեր տոնը։ Հիշեք, այս հրաշալի քաղաքի ապագան ձեր ձեռքերում է։ Աշխարհում ոչ միտեղ չեք գտնի մի այսպիսի քաղաք, որը ծիծաղի արցունքների միջից։ Հավերժ պատանի իմ հնագույն քաղաք։ Շարունակեք ապրել Գյումրեցուն վայել։ Պահպանենք մեր ավանդույթներն ու սովորությունները։ Գյումրին մեր տունն է։
Մայլի թղերք ձեզ գուրբան Ձերլիզում ձեզ պահական Հոտ ջան լեննական Ռեգորդների գուրբան Հեյ ջան ջան հեյ ջուրի Լոտի բոտի դոնց հայրանի Թել որջ լինես լեննական Երկիրին չըք ցենտրիկար Շիգանի շետ որ հոգու ժամը կատ Մակին դուրշ ջան Aur malice kesi kurba Ap can 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 Malet vorne kesi kurba Varasin kalki vara terçok tabağı kore Terçok tabağı yerlüki Աշես ով է ուլդև է Բերի դրամերին ուրբան Հոնախ են կրնաները Ջեմ լեննական Ռեգորդների ուրբան Հեյ ջան ջան են գումրի Լոտի բոտի տոն սայրանի Ոտից գլուխ մե լեննական Բլոշի մայլից պապական Դեստիլ չրջր պալիգան Ardiban şırgın taksi Jağır kaçı Dagis faykan tumiş taki Deruvendan Eştamdan Kora degis belanıdan Xelki donor Mali tağık Kora tekin Hamot tavek Bevaxtağın başnarin Karşalvarov Vargerik Hastat Գյումրին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաքն է։ Ֆիլմը պատրաստվել է Գյումրու Մեղվիկ մանկապատանեկան հասարակական կազմակերպության կողմից։ Գյումրին 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաքն է Իմ տունն է, իմ ամրոցը ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։